Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ժողովրդի իշխանություն համարում Յախք, դե այդ հարցը էլ մի տվեք ոչ մեկին, որովհետև ամբողջ ազգը պատասխանում է այդ հարցին, զզվում եմ, զզվելի է, էլի, չեմ ուզում պատասխանեմ, յախք է ինքը։ Ոչ։ Ոչ։ Սերենց մտերեք։ Դեք չպատասխանում։ Կներեք, էլ ես իրավասու չեմ պատասխանել այդ հարցին։ Ես քաղաքականությունով չեմ հետաքրքրված, կներեք, չեմ կարող պատասխանել։ Այս քաղաքականությունով չեմ զբաղվում։ Բայց դե ավելավա հեռանա։ Ոչ։ Ինչ լավ բանատով է, որ համարեմ։ Ինչ կարակ ասեք, որ լավ։ Բացի այն ախմախ խոստումները։ Իհարկե ոչ։ Իսկ ինչով կհիմնավորեք Ամեն ինչով ոչ մի բան իրան համապատասխան չի, որպես հարկի նախագահ, որպես կառավարիչ վարչապետ։ Կարծես թերի լինի իշխանությունը, շատ խնդիրներ կա, չգիտեմ, կլուծվեն, չեն լուծվի։ Իսկ ինչ է դեռ կապում թերի լինելը ասես։ Թե կրթությունը, թե մարդիկ բողոքում են իրենց թոշակներից, մեծահասակները մանավանդ։ Չգիտեմ, կապրենք կտեսնենք երևի։ Ինչը։ Դե ինչ ենք տեսել, որ ոնց համարենք լավը։ Ինչ եք տեսել։ Այն որ հոգեվորված սպասում ենք, այն որ պետք է անենք լրիվ խորտակումը։ Ինչ լավ բան ասեմ։ Դրանք ավելացնեք։ Ասեք ես էլ ասեմ չէ։ Կուզենք լավը լիներ, կուզենք իր ասածը ավելի ճշտեր, կուզենք որ ամեն ինչ լիներ այն ոնց որ ասել է։ Բայց չկա խորտակում երեխեք ջան։ Ոչ։ Իսկ ինչու եք այդպես։ Ինչ։ Ինչու եք այդպես կապում։ Ես մտածում էի ինքը իշխանություն ուներ մինչև 20 թվականի նոյեմբերի 9-ը, այդ դրանից հետո էլ արդեն ինքը իմ կարծիքով բարոյական իրավունք չունի լինել երկրի ղեկավար։ Քանի որ ծանր պարտություն են կրել, Հայաստանը կապիտուլյացիա է ենթարկվել, հետո ամբողջությամբ Արցախն անցնվել է։ Իմ կարծիքով ոչ։ Ժողովրդ քաղաքականությունից իրականում ասեմ բավականին հեռու եմ, բայց այս պահի դրությամբ գոհացնող իրավիճակ չի տիրում, միայն այդ կարող եմ ասել, հիասթափությունն է մարդկանց շրջանում մեծ, բայց լիքը հարցեր կան, որ մենք որպես հասարակ քաղաքացի տեղյակ չենք, լիքը բաներ կան, ուղղակի այսպես կարծիքներ եւ այլն ընդհանուր վիճակ ենք գնահատում, բայց լիքը բաներ կան, որ մենք տեղյակ չենք ուղղակի։ Համենայն դեպս գոհացնող չի, ես իմ անունից եմ խոսում, հաստատ լիքը դժգոհություններ կան, ուղղակի չմանրանամ։ Սկզբից հա։ Հիմա այդքան էլ չէ, որովհետև ինձ թվում է նրա քայլերը սխալ է, այս վերջի անգամ այս վերջի պահերին ինչ-որ սխալ քաղաքականություն է վարում եւ այդ քաղաքականությունը դուրս չի գալիս։ Բացի նաեւ ասեմ, անդիմադինն էլ շատ հետևից ընկնում։ Շատ պետք չի այդքան մարդու հետևից ընկնեն։ Ցանկացած մարդ էլ եթե հոգեբանական գրոհ են անում, մարդը կարող է իր հավասարակշռությունը կորցնի եւ դառնա մի ուրիշ մարդ։ Հոգեկան խանգարվածություն կարող ստանա։ Այդքան էլ պետք չի։ Ուղղակի պետք է սպասել իր ժամանակահատվածը, այդ ժամանակահատվածը ինձ վերջանում ժողովուրդը կորոշեն։ Ճիշտ է, սխալ է, պետք է, պետք չի։ Ժողովրդական մարդը ես կարծում եմ այն մարդն է, ով օգնում է իր հայրենակիցներին, ամեն ինչով աջակցում է, թոշակն է բարձրացնում, որոշ հարկեր է կրճատում, հարկերը այնպիսի հարկեր է դրել, որ քաղաքում քայլում ես, ոչ մի խանութ չկա, չի աշխատում, բոլորը փակ է, բոլորը մարդիկ ստիպված թողել են, այդպես չի կարելի։ Ես ինքս գիտեք ինձ շատ եմ մխիթարում, որ ես չեմ ընտրել Նիկոլ Փաշինյանին, ես անձամբ իրեն չեմ ընտրել, ես մխիթարվում եմ դրանով, այդպես չի կարելի, իսկ հազարավոր մարդիկ ինչքան հույսեր կապեցին Փաշինյանի հետ, շատ հույսեր կապեցին և հուսախապ եղան, այդպես չի կարելի մարդկանց խապել, չի կարելի, մի օր դուրս է գալիս, չէ, ամեն օր խապես, ասես, այսօր լավ կլինի, վաղը լավ կլինի, սահմանները նորմալ չի, մարդիկ նորմալ չեն, քաղաքի վիճակը նորմալ չի, թափած, ամեն ինչ, ոչ մի բան չկա, կոռուպցիան շատացել ավելի, քան նախկինների ժամանակ, և ասեմ, որ նախկին ներկա չկա, բոլորը նույնն են, բոլորը նույնն են, ես չեմ կարծում, որ նախկին ներկա կա, նույն մարդիկ են ուղղակի տարբեր կոստյումներով, այդքան բան կասեմ,
Շատ եմ ցավում, շատ։ Ես այդպես չէի պատկերացնում։ Ես մտածում էի, որ Թավշյա հեղափոխությունը կփոխի մարդկանց, մարդիկ լավ կապրեն, ուրիշ միջավայր կլինի, ամեն ինչը կփոխվի, բայց ոչինչ չփոխվեց, շատ ցավալի է։ Ստի վրա ոչինչ չեք կարող կառուցել։ Սուտը այսպես թե այնպես մի օր դուրս է գալիս ջրի երես։ Այդքան բանացի շան։